Ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ձեզ ենք ներկայացնում բավական հագեցած օրվա մինչև այս ժամը տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ վստահեցնում եմ, այստեղ մենք պարզապես լուր չենք կարդում, ենք բացում ենք փակագծերը ու ցույց տալիս այն, ինչը շատերը շրջանցում են։ Առաջին լուրը վերաբերում է Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանին թռիչքների ծանրաբեռնվածության ֆոնին։ Բոլոր մուտքային ու ելքային թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են անվտանգության լուրջ սպառնալիքի հետևանքով։ Դաշնային ավիացիոն վարչությունը FAA-ը հայտարարել է, որ դեպքը կապված է ռումբի սպառնալիքի հետ, որը հայտնաբերվել է United Airlines-ի մեկ օդանավում։ Օդանավն անմիջապես տեղափոխվել է մեկուսացված հատված, որտեղ աշխատում են հատուկ ծառայությունները։ Ըստ իրավապահ մարմինների ուղևորները անվտանգ դուրս են բերվել ինքնաթիռից եւ տեղափոխվել տերմինալ։ Դաշնային քննիչները դեռևս չեն հաստատել, թե սպառնալիքը իրական էր կամ կեղծ ահազանգ, սակայն բոլոր անվտանգության արձագանքման ընթացակարգերը գործարկվել են։ FBI-ը եւ տրանսպորտային անվտանգության վարչությունը TSA-ը համատեղ են իրականացնում հետաքննությունը։ Հիմնական հարցն առայժմ այն է, թե արդյոք սա մեկուսացված միջադեպ է, թե ավելի լայն ահաբեկչական նախազգուշացում կապված կառավարական փակման ընթացքում թուլացած վերահսկողության հետ։ Մի բան հստակ է, Ամերիկայի երկինքը վաղուց այսքան լարված չի եղել։ Ամերիկյան քաղաքական պատմության ամենաազդեցիկ եւ վիճահարույց դեմքերից մեկը ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին մահացել է 84 տարեկանում։ Նրան հաճախ էին նկարագրում որպես թվերում գործող նախագահ, որը ձևավորեց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կոշտ գիծը։ Չեյնին ողջ կյանքում կրում էր սրտային հիվանդության հետևանքները, անցնելով մի քանի վիրահատություն եւ 2012-ին էլ սրտի փոխպատվաստում։ Դիկ Չեյնին համարվում էր նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կառավարության գլխավոր շարժիչ ուժը, լուր բայց ազդեցիկ փոխնախագահ, որը հետագայում դարձավ Բուշի վարչակազմի պաշտպանն ու նախագահ Օբամայի կոշտ քննադատը։ Նա հանրապետականների սիրելին էր, սակայն դեմոկրատների կողմից համեմատվում էր աստղային պատերազմների չարագործ Դարթ Վեյդերի հետ։ Ռիչարդ Բրյուս Չեյնին ծնվել է 1941 թվականին Նեբրասկայի Լինքոլնում։ Մեծացել է Վայոմինգի Քասպեր քաղաքում, իսկ 1964-ին ամուսնացել է Լին Վինսենի հետ։ 1969-ին նա հասել է Վաշինգտոն աշխատելու նախագահ Նիքսոնի աշխատակազմի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի հետ, իսկ 1975-ին նրան փոխարինել է այդ պաշտոնում։ Ջիմի Քարթերի հաղթանակից հետո Չեյնին վերադարձավ Վայոմինգ, ընտրվեց կոնգրես եւ ծառայեց 5 ժամկետ, մինչև Ջորջ Բուշ ավագը նրան նշանակեց պաշտպանության նախարար։ 2000-ին ղեկավարեց Ջորջ Բուշ կցերի փոխնախագահի ընտրական հանձնաժողովը ու վերջապես ինքն ընտրվեց այդ պաշտոնում։ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Չեյնին դարձավ ԱՄՆ հակահաբեկչական քաղաքականության առանցքային ճարտարապետը։ Նրա մշակած կանխարգելի չարվածների դոկտրինան ընդլայնեց պատերազմը Աֆղանստանից մինչև Իրաք։ Այս ժամի համար առանձնացրել եմ երկու կարևոր թեմա, որոնք եւ փոխկապակցված են եւ չեն։ Ընտրությունները ու կառավարության գործունեության մասնակի դադարեցում։ Իրականում գուցե կապ չունեն, բայց արի ուտես, որ վերջինս կարող է ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Առհասարակ, այսօր Ամերիկայում փորձություն է ամբողջ քաղաքական համակարգի համար։ 4 ընտրություն, 4 պատմություն, 4 ճանապարհ, որոնք ցույց կտան, ինչ ուղղությամբ է շարժվում երկիրը Թրամփի երկրորդ ժամկետի առաջին տարում։ Այսօր ընտրությունների օր է, բայց միայն թվացյալ, թե սա տեղական ընտրությունների շարք է, իրականում սա պատերազմ է գաղափարների միջև։ Նոր դեմքերն ընդդեմ հին համակարգերի, երիտասարդ սերունդ ընդդեմ ավանդույթի։ Նյու Յորքը նոր պատմություն է գրում։ 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրամ Մամդանին դական քաղաքապետը։ Մի քաղաք, որտեղ երբեմն թվում էր, թե ամեն բան արդեն առանց Թրամփի ամբողջական ստվերի, բայց Ջեք Ցիատարելին հենց այդպիսին է։ Բիզնեսմեն է, քաղաքական հմայքով համեստ, բայց նպատակով էլ հստակ։ Նրան դիմադիրը դեմոկրատ Միկի Շերիլն է, նախկին ռազմական օդաչու, որն այժմ փորձում է պաշտպանել դեմոկրատական կուսակցության դիրքերը։ Հարցումները ցույց են տալիս, մրցավազքը գրեթե հավասար է։ Այնուամենայնիվ, Ցիատարելին խաղում է բարդ խաղ։ Նա փորձում է միաժամանակ չհեռանալ Թրամփից, բայց չնմանվել նաև նրան։ Նա խոսում է հարկերի կրճատման, աշխատող ընտանիքների ծանրաբեռնվածության եւ բիզնեսի խթանման մասին, խուսափելով ամենաթեժ թեմաներից, որոնք բաժանում են երկիրը։ Իսկ եթե նա հաղթի, դա կլինի այն հազվագյուտ պահը, երբ հանրապետականը կարողանա հաղթել մի նահանգում, որտեղ Թրամփը վերջին ընտրություններում հենց իր ընտրություններում պարտվել էր 6%-ով։ Այս ընտրությունը ոչ միայն Ցիատարելիի մասին է, սա փորձ է հասկանալու, արդյոք Ամերիկայում տեղ կա չծայրահեղացված, չափավոր քաղաքականության համար։ Էլ ամեն ինչ ունի հաղթանակ, սկանդալ եւ հանրային վրդովմունք։ Նահանգապետի մրցավազքում դեմոկրատ Էբիգեյլ Սնեպբերգերը առաջատարն է հանրապետական Վինսամ Սիրսից մոտ 10%-ով, բայց իրական դրաման այլ տեղ է։ Նահանգի գլխավոր դատախազի ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջեյ Ջոնսը
հայտնվել է բուրըն քննադատության կենտրոնում, երբ բացահայտվեց, որ 2022 թվականին հաղորդագրություն է գրել, որտեղ նա ասում էր, որ կցանկանար կրակել հանրապետական խոսնակի վրա։ Հասարակությունը բողոքեց, ընդդիմությունը պահանջեց նրա հրաժարականը, բայց Ջոնսը չհանձնվեց, ներողություն խնդրեց ու շարունակեց քարոզարշավը։ Այս պայն հարցումները ցույց են տալիս գրեթե հավասար մրցավազք։ Ջոնսն ընդդեմ գործող հանրապետական դատախազ Ջեյսոն Միարեսի։ Եթե Ջոնսը հաղթի, դա կլինի ապացույց, որ Ամերիկայում սկանդալը կարող է եւ չսպանել կարիերան, իսկ եթե պարտվի, նա կդառնա դասական օրինակ, թե ինչպես մեկ նախադասությունը կարող է ավարտել քաղաքական կյանքը։ Կալիֆոռնիա, պես պայքար Թրամփի եւ հանրապետական մանիպուլյացիաների դեմ։ Նրան աջակցում են դեմոկրատական լուրջ քաղաքական դեմքեր, նախկին նախագահ Բարակ Օբաման, Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, Էլիզաբեթ Ուորենը եւ ի վերջո վերջին փոխնախագահ Քամալա Հարիսը։ Նրանք ասում են, սա պարզապես քարտեզ չէ, սա պայքար է ժողովրդավարության սահմանների համար։ Հարցումները ցույց են տալիս, որ Prop 50-ի օգտին է առայժմ 57% ընտրողը, իսկ դեմ 37%-ը։ Եթե նախաձեռնությունը հաստատվի, ապա նահանգը պետը կարող է ստանալ նաև 2028 թվականի նախագահական մրցավազքի համար առաջին հաղթական քարտեզը։ Բայց հանրապետականները զգուշացնում են, դեմոկրատներն անում են նույնը, ինչի համար տարիներ շարունակ մեղադրել են հենց իրենց։ Եվ ի վերջո, Թրամփի ստվերը ամենուր։ Նախագահ Թրամփը այս անգամ քվեաթերթիկի վրա չէ, բայց նրա անունը հնչում է ամենուր։ Նա միջամտել է Նյու Յորքի ընտրություններին, հայտարարելով, որ իր համար Կոոմոն է նախընտրելի, անվանելով անգամ նրան փոքր չարիք, եւ որ Սլիվային տված ձայն է Մամդանիի օգտին։ Այսպիսի աջակցությունը սակայն կարող է Կոոմոյին ավելի շատ վնասել, քան օգնել, սակայն մեկ բան պարզ է. Թրամփը հետևելու է այս արդյունքներին որպես փորձություն իր ուժի վերահաստատման։ Եթե դեմոկրատները պարտվեն թեկուզ մեկ ճակատում, դա կներկայացվի որպես հաղթանակ, այս 4 ընտրությունը կարծես փոքր մասշտաբի փորձնական լաբորատորիա լինեն, որտեղ չափվում է հանրային տրամադրությունը, բևեռացումը եւ միևնույն ժամանակ հույսի պաշարը։ Երկրորդ գլխավոր թեման կառավարության գործունեության մասնակի դադարն է, որն այսօր բացել է 35-րդ օրվա էջը։ Դոնալդ Թրամփի երկու պաշտոնավարման ժամկետում էլ արձանագրվել է ամենաերկար երկու պետական կոլապսը 35 օրը։ Այսօր այն դառնում է երկու կուսակցությունների միջև ամենասուր հակամարտության առանցքը։ Հանրապետականները հայտարարում են, որ իրենք են միակ կողմը, որը փորձում է բացել կառավարությունը եւ վճարել պետական աշխատողներին։ Խոսելով կոնգրեսում, սպիքեր Մայք Ջոնսոնը մեղադրել է դեմոկրատներին, որ պահում են երկիրը պատանդի կարգավիճակում, սեփական արմատական զարթևին հաջողանալու համար։ Հանրապետականներն ընդգծում են, որ այս փակումը հարվածում է հենց աշխատավոր ամերիկացիներին։ 42 միլիոն մարդ զրկվել է իմաստնեփ սննդային աջակցությունից։ Ավելի քան 700,000 պետական աշխատող առանց աշխատավարձի է։ Փոքր բիզնեսները կորցրել են արդեն շուրջ 12 միլիարդ դոլար։ Հիթ-սթարթ մանկական ծրագրերը կանգ են առել։ Ավելի քան 6.7 միլիոն կին եւ երեխա չեն ստանում աջակցություն Women, Infants and Children ծրագրից։ Աշխատանքի նախարար Լորի Չավեզ Դոմերն ասել է այսօր. Մենք կանգնել ենք մեր ժողովրդի կողքին, բայց դեմոկրատների խաղերի պատճառով ամեն շաբաթ կորցնում ենք 15 միլիարդ դոլար տնտեսական ակտիվություն։ Դադարեցրեք այս խայտառակությունը։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը պատասխանել է նույն խիստ տոնով։ Ամերիկյան ժողովրդի կամքը կհաղթի։ Թրամփն ու հանրապետականները խոստացան իջեցնել գները, բայց ամեն ինչ միայն թանկանում է։ Նրա խոսքով Թրամփի մաքսային քաղաքականությունը եւ միակողմանի ղեկավարումը բարձրացրել են կենսաթոշակների, էլեկտրաէներգիայի եւ առողջապահության գները։ Դեմոկրատները հայտարարում են, որ այս փակման հետևանքով տուժում են հենց ամերախոցելի շերտերը, երեխաները, զինվորների ընտանիքները, ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները։ Նա հավելել է, որ հանրապետական կուսակցությունը դադարել է առհասարակ ծառայել ժողովրդին եւ ծառայում է միայն Թրամփին։ Շատ ոլորտներում կյանքը ուղղակի կանգ է առած։ Բիզնեսները չեն կարողանում ստանալ պետական վարկեր, տնտեսությունը կորցնում է օրական ավելի քան 31 միլիոն դոլար, իսկ աշխատանքային վիճակագրության բյուրոն դադարեցրել է իր հիմնական զեկույցները։ Ավելի վտանգավոր թեմա։ ԱՄՆ կառավարության փակման հետևանքով երկրի օդային համակարգը կանգնած է լրջագույն ճգնաժամի առաջ։ Թռիչքների ուշացումներ, կասեցված չվերթներ, անվտանգության նվազում, այս ամենը դարձել է առօրյա, քանի որ ավիացիայի եւ անվտանգության հազարավոր աշխատակիցներ աշխատում են առանց վարձատրության։ Ավիացիայի դաշնային վարչության, FAA-ի եւ տրանսպորտային անվտանգության վարչության TSA-ի աշխատակիցները շաբաթներով չեն ստացել աշխատավարձ։ Նրանցից շատերը զանգվածաբար հիվանդ են գրանցվում, փաստացի դադարեցնելով աշխատանքը, որպեսզի այլ եկամուտի աղբյուր գտնեն։ Արդյունքը ԱՄՆ-ի խոշորագույն օդանավակայաններում հերթերը հասնում են մինչև 3 ժամի։ FAA-ը նախազգուշացնում է, եթե փակումը շարունակվի եւս մեկ շաբաթ, որոշ հատվածներ ստիպված կլինեն ուղղակի փակել օդային տարածքը, քանի որ թռիչքների անվտանգությունն այլևս երաշխավորված չէ։
Մյուս եւ ամենակարևոր ճգնաժամը Թրամփն այսօր դեմ գնալով երկու դատավորների որոշմանը Truth Social-ում գրել է. Սնափի վճարումները կվերսկսվեն միայն այն ժամանակ, երբ դեմոկրատները համաձայն են բացել կառավարությունը։ Դեմոկրատների արձագանքը միանշանակ է քաղաքական շանտաժ։ Ստեփ ծրագիրը դադարեցվել է կառավարության փակման պատճառով։ Դա վերաբերում է մոտ 42 միլիոն ամերիկացու, 16 միլիոնը երեխա, այդ թվում 5.5 միլիոնն էլ Կալիֆոռնիայում։ Բարեգործական կազմակերպությունները հայտնում են, որ օգնության հերթերը կրկնապատկվել են։ Դատարանի երկու որոշում պարտավորեցրել էր կառավարությանը վերականգնել Snap-ի ֆինանսավորումը նոյեմբերի համար, օգտագործելով արտակարգ հիմնադրամի միջոցները։ Երեք հանրապետականները հայտարարություն տարածեցին, որ այդ միջոցներից շուրջ 4.65 միլիարդ դոլարը մասամբ կապահովի այդ օգնությունը, որը մեկ ամսվա համար 8 միլիարդ դոլարի արժեք ունի։ Սակայն նախագահի այսօրվա հայտարարությունը կրկին բացում է անորոշության դարպասը։ Ֆուդբենքերն էլ ստիպված դիմում են հասարակությանն արդեն խնդրելով նվիրատվություններ եւ կամավորական օգնություն այս ճգնաժամային շրջանում։ Միացյալ Նահանգներում արդեն 33 տարի է միջուկային զենքերի փորձարկումներ չեն իրականացվել, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փոխել այդ իրականությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցին-Պինի հետ հանդիպումից ընդամենը մի քանի րոպե առաջ արված անակնկալ հայտարարությամբ Թրամփը ասաց, որ հանձնարարել է, որ Պենտագոնը վերականգնի միջուկային փորձարկումները հավասար հիմունքներով Չինաստանի ու Ռուսաստանի նման միջուկային տերությունների հետ։ Բայց ինչու է Ամերիկան ընդհանրապես դադարեցրել միջուկային փորձարկումները։ Եկեք գնանք պատմության ակունքները։ Հենց Միացյալ Նահանգներն էր, որ 1945-ի հուլիսին Նյու Մեքսիկոյում պայթեցրեց առաջին 20 կիլոտոն հզորության պատոմային ռումբը, բացելով միջուկային դարաշրջան։ Մեկ ամիս անց օգոստոսին այն Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա իրականացրեց պատմական հարվածները, ստիպելով Ճապոնիային կապիտուլյացիայի գնալ երկրորդ համաշխարհային պատերազմում։ Այդ պայթ սկսվեց 5 տասնամյակ շարունակվող միջուկային փորձարկումների ժամանակաշրջանը։ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում իրականացվել է շուրջ 2000 միջուկային փորձարկում, որոնցից 1032-ը միայն Միացյալ Նահանգներում։ Այս փորձարկումները մեծ մասամբ դադարեցին 1996 թվականին համապարփակ միջուկային արգելքի պայմանագրի ստորագրումից հետո, որը արգելում է միջուկային պայթյունները բոլորի կողմից ամենուր։ Ռուսաստանը վավերացրեց այդ պայմանագիրը 2000 թվականին, սակայն 2023-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հետ վերցրեց վավերացումը։ Միացյալ Նահանգները ստորագրել էր փաստաթուղթը, բայց երբեք չէր վավերացրել այն։ Ինչ կտա ընդհանրապես նոր փորձարկումը Միացյալ Նահանգներին եւ ինչու հենց հիմա։ Նոր զենքերի փորձարկումը թույլ կտա գնահատել դրանց հնարավորությունները, իսկ հին համակարգերի ստուգումը պարզել, թե արդյոք դրանք դեռևս գործուն են։ Թրամփի վարչակազմը նման տարբերակը քննարկել էր դեռևս 2020 թվականին։ Եթե Միացյալ Նահանգները վերսկսի փորձարկումները, Ռուսաստանն ու Չինաստանը դա կընդունեն որպես ուժի ցուցադրում։ Պուտինն արդեն հայտարարել է, որ եթե Ամերիկան վերսկսի փորձարկումները, Ռուսաստանն էլ կհետևի նրա օրինակին։ Ռուսաստանը սակայն մեկ շաբաթ առաջ իրականացրել էր միջուկային վարժանքներ, փորձարկել միջուկային շարժիչով հրթիռ եւ ինքնավար տորպեդո։ Թրամփը իր որոշումը բացատրել է այսպես. Մյուս երկրները դա անում են, եթե նրանք անում են, մենք էլ կանենք։ Սառը պատերազմի գագաթնակետին 1986-ին աշխարհում կար շուրջ 70,000 միջուկային զենք։ Այժմ այդ թիվը կրճատվել է, 12,000 է, որոնց մեծ մասը պատկանում է Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին։ Չինաստանը երրորդն է, իր սպառազինությունը վերջին 5 տարում կրկնապատկելով ու հասցնելով մոտ 600 միավորի։ Այսպիսով, Թրամփի որոշումը կարող է դառնալ նոր գլոբալ շրջադարձ դեպի միջուկային սպառազինության նոր մրցավազք։ Եվ լուրերը եզրափակենք միջազգային մեկ թեմայով, ավելի ճիշտ մեզ հետաքրքրող կարևոր թեմայով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերը առաջ են շարժվում Ուկրաինայի արևելյան Պրոսովք քաղաքում, հրապարակելով տեսանյութեր, որոնք ըստ երևույթին ցույց են տալիս հարվածները այդ հատվածում եւ հարևան գյուղի ուղղությամբ։ Ուկրաինական կողմը հակադարձել է, նշելով, որ ռուսական ուժերը չեն վերահսկում քաղաքի որևէ շրջանի ամբողջական տարածքը։ Պրոսովկը ռուսական աղբյուրներում նշվում է Նովոարմիսկ, ռազմավարական տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույց է Դոնեցկում, որի միջոցով Ուկրաինայի բանակը մատակարարում է իր մյուս դիրքերը։ Քաղաքը պատերազմի սկսվելուց առաջ ուներ մոտ 60,000 բնակիչ, որոնց մեծ մասը այժմ լքել են։ Մոտ 6 մղոն արևմուտքում գտնվում է Ուկրաինայի միակ հանքավայրը, որն էլ արտադրում է պողպատի արդյունաբերության համար անհրաժեշտ ածուխը։ Ռուսաստանը ձգտում է ամբողջությամբ գրավել Դոնբասի տարածաշրջանը, որի մոտ 10%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Պրոսովկը ռուսական մամուլում անվանում են Դոնեցկի դարպաս։ Քաղաքի գրավումը Մոսկվային կտա հենակետ առաջ շարժվելու Սլովյանսկի եւ Կրամատորսկի ուղղությամբ,
Դոնեցկի 2 խոշոր ուկրաինական քաղաքների դեմ։ Միացյալ Նահանգների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռոմբլին նշում է, որ Սլովյանսկը եւ Կրամատորսկը Ուկրաինայի պաշտպանության առանցքային կենտրոններն են, որտեղից համակարգվում են զորքերի մատակարարումներն ու հրամանատարությունը։ Ռուսական կողմը վերջին շաբաթներին ուժեղացրել է շրջափակման գործողությունները, օգտագործելով փոքր խմբել եւ անօդաչուներ, իսկ հետո ներգրավելով արդեն մեծ ուժեր։ Կիևը պնդում է, որ Մոսկվան կրել է ծանր կորուստներ, մինչդեռ ռուսական կողմը նշում է, թե իր դանդաղ, բայց հաշվարկված մարտավարությունը թույլ է տալիս նվազեցնել զոհերը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերջին ելույթում մարտերը նկարագրել է որպես դաժան, բայց վճռական, հավելելով, որ պետք է շարունակել ոչնչացնել օկուպանտներին։ Ռազմական վերլուծաբանները կանխատեսում են, որ Ռուսաստանը կփորձի գրավել Պրոսովկը մինչև տարեվերջ։ Այս ժամի համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, ձեզ հրաժեշտ չեմ տալիս երեկոյան թարմ լուրերով վերադառնալու ակնկալիքով։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։